Պարոն Մարուկյան, 4+4+4 ձևաչափը իշխանությունը Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավարին առաջարկել են նամակով ներկայացնել, պարոն Զուրաբյանը արդեն ներկայացրել է։ Հետաքրքիր է Լուսավոր Հայաստանը, որ ընդգրկված չէ այս ձևաչափի մեջ, ինչ կարծիք ունի այս ձևաչափի արդյունավետության։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ մեծ հույսեր չենք կապում այդ բանակցությունների հետ, որովհետև այն դրույթները, որոնք մեզ համար վիճահարույց են, իշխանությունները բոլոր իրենց ելույթներում եւ հարցազրույցներում, նաեւ լսումների ժամանակ հայտարարել են, որ դրանք չեն փոխվելու, այսինքն այդ մասով զիջում չկա։ Եթե այդ մասով զիջում չկա, ուղղակի մենք գնալ այնտեղ նստել, նկարվել իշխանությունների հետ ու ասել, որ ինչ-որ բան ենք քննարկում, անիմաստ ենք համարում։ Նաև պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ այն հանգամանքին, որ երբ որ սահմանադրական փոփոխություններն էին քննարկվում, մենք ակտիվորեն ներգրաված էինք եւ առաջարկներ էինք ներկայացնում։ Եվ մեզ քննադատում էին, որ ինչ գործ ունեք հանցագործ ռեժիմի հետ, այդ հանդիպումներին ինչու եք գնում եւ այլն եւ այլն։ Եվ հիմա ընտրական օրենսգրքի քննարկումներին փաստորեն կարելի է մասնակցել, այսինքն այն նույն ընդդիմությունը, որ նույն ձևով պիտակավորում էր բոլոր նրանց, ովքեր որ մասնակցում էին, հիմա իրենք մասնակցում են եւ այդտեղ որևէ խնդիր չկա։ Այս առումով մենք ճիշտ ասած որևէ ասելիք չունենք, ուղղակի հետևողները հետևում են եւ գնահատականները կլինեն բնականաբար։ Ինչ վերաբերում է մեր ներգրաված լինելուն կամ չլինելուն, մենք ի տարբերություն մեր մյուս գործընկերների մենք վստահում ենք ընդդիմադիր գործիչներին եւ եթե իրենք որոշել են գնան բոլորի փոխարեն բանակցեն եւ իրենց վրա այդպիսի բեռ են ցանկանում վերցնել առանց նաեւ մեզ հարցնելու, հա, թող գնան բանակցեն։ Մեր առաջարկները հրապարակային կան, հրապարակային ներկայացված են, դրան գումարած նաեւ ներկայացված է Վենետիկի հանձնաժողովին Եվ քանի որ մենք էլ մեծ հույսեր չենք կապում այդ բանակցությունների հետ, ես որևէ բան չունեմ, այսինքն, ասեմ դեմ եմ, կողմ եմ, բան, ոնց ուզում ա թող բանակցեն, ինչ ուզում ա թող անեն ես։ Որևէ դրական ելքի չեմ սպասում այդ բանակցություններից։ Հայաստանում գրանցված 4000 կազմակերպություն կա, եւ հասարակական կառույցներից արդեն շատերը հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններին հրապարակելով քվեարկությամբ ընտրված իրենց ներկայացուցիչների անունները։ Մենք կարող ենք արդյոք ամբողջական պատկեր ունենալ հասարակական կառույցներից ձեզ։ Գիտեք, ես ՀԿ սեկտորում ընդգրկված չեմ հիմա, ես նախկին ՀԿ-ական եմ, այսպես կոչված, հա, եւ հիմա ինձ իրավունք չեմ վերապահում գնահատականներ տալ ՀԿ սեկտորի ներկայացուցիչների կամ ընդգրկվածության հետ կապված։ Եթե այդ կազմակերպությունները գտնում են, որ իրենք կարող են ներկայացնել բոլորի առաջարկները, այստեղ էլ խնդիր չեմ տեսնում, թող ներկայացնեն, ինչ կա դրա մեջ։ 4+4+4, եթե մենք ասում ենք 4 ընդդիմադիր ու մյուսները չկան, որքանով է լեգիտիմ ձևաչափը ձեզ։ Գիտեք, ես այդ առումով լեգիտիմության խնդիր չեմ կարծում, որ պետք է բարձրացնել, որովհետև մարդիկ ինչ որ բան են նախաձեռնել, այդ նախաձեռնությանը ինչ որ մարդիկ են միացել, հա, եւ այդ նախաձեռնությունը իրականացնում են։ Հիմա ասենք ով ասե, որ բոլորս պետք է դա քննարկենք կամ ասենք լավ է կամ վատ է, իրենց գործն է։ Հիմա մենք օրական ինչ որ բան ենք նախաձեռնում, օրինակ Լուսավոր Հայաստանը ամեն օր ինչ որ մի բան նախաձեռնում է, ինչ որ մի համայնքում, ինչ որ մի տարածքում, հա։ Այդ ինչի ասենք մենք չենք ասում, եկեք դուք անպայման միացեք, հայտարարենք, ասենք դուք էլ եկեք միացեք։ Այ եթե չմիացաք, ուրեմն դուք սպասարկում եք ռեժիմին, բան նման բան։ Սա մենք այդ մշակույթից դուրս ենք մեզ դրել։ Մենք այդ մշակույթի կրողը չենք։ Ուզում են թող բանակցեն, չեն ուզում թող չբանակցեն, ուզում են թող առաջարկեն, չեն ուզում թող չառաջարկեն։ Մենք մեր մասով մեր ասելիքը ասել ենք։ Եվ այս պահին եղած ընտրական օրենսգրքին մենք դեմ ենք։ Մենք գտնում ենք, որ դա յետընթաց է։ Մոտավորապես 10 քայլ, հա, եթե այդ քայլերով նայենք, յետընթաց է արձանագրվում։ Այդքան բան։ Ներկայացուցիչները նշում են, որ այս փաստաթուղթը նախագծի այս տարբերակը էական փոփոխությունների է ենթարկվել։ Սա միտումնավոր արված գործընթացների նկատի ունեմ ներկայացնել այնպիսի ընտրական օրենսգրքի նախագիծ, որը անհույթ է գրված, թե պարզապես փորձում են ստեղծել իմիտացիոն գործընթաց, որ պատրաստ են լսել դիմադիրների առաջարկը։ Քաղաքական ուժերում թե ընդդիմադիր, թե իշխանական միամիտ մարդ չկա, եւ բոլորը հասկանում էին, որ կան վիճահարույց դրույթներ, որոնք պետքա փոխվեն, այսինքն դրանք գրվել են, որ մենք վեճ դարձնենք, հա, վեճի առարկա դարձնենք։ Դա հետո ասեն, դե բանակցությունների քննադատության արդյունքում մենք վերանայեցինք, բայց առանցքային այն դրույթները, որոնք ապահովելու են ադմինիստրատիվ ռեսուրսի կիրարկումը տարածքներում եւ Երևան քաղաքում,
այդ առանցքային դրույթները չեն վերանայվելու եւ չեն վերանայվել։ Եվ այդ բանակցությունների արդյունքում էլ չեն վերանայվելու։ Հետեւաբար մտնել ինչ որ process-ի մեջ ես անիմաստ եմ համարում նաեւ, որովհետեւ քննարկումները ցույց տվեցին, որ այդ մարդիկ չեն ուզում զիջեն այդ մասով, հա։ Հիմա այդ մասով չեն զիջում, չեն զիջում։ Օրինակ սահմանադրության փոփոխությունների ժամանակ մենք հասանք նրան, որ մարդու իրավունքների գլխում մի շարք դրույթներ փոխվեցին։ Այդ նույն բանակցությունների արդյունքում։ Հիմա էլ ասում են, որ մի շարք դրույթներ դարձյալ կփոխվեն, բայց օրինակ ընտրական։ Բայց ոչ էականները, ինչ։ Օրինակ ասեն, որ ուզում եք երկու վստահված անձ ունենաք, մի հատ ունեք, կունենաք երկուս, հա ինչ անենք։ Կամ ասենք դիտորդների ու լրագրողների արգելքը կարող է հանեն, որ մեծ հաշվով այդ վիճելի դրույթներից է, որ պետք է քննարկման առարկա դառնալ քննադատին, հետո ասեն դե լավ, մենք զիջեցինք ձեզ։ Բայց օրինակ հարց եմ տալիս։ Տարածքային ցուցակները կարող են հանվել եւ մնա միայն փակ ցուցակով համամասնական ընտրակարգ։ Ասում են ոչ, կարող ենք ասել, որ կարող ենք քվեարկությանը մասնակցել մեկ միասնական փաստաթղթով։ Ասում են ոչ, դա նար է 800,000 մարդ արդեն չգիտեմ, բազայում չկա, չգիտեմ ինչ բաներ։ Կարող ենք ասել, եթե ընտրական process-ներում կուսակցությունները ազատորեն կարող են ձևավորել կոալիցիաներ եւ նշանակել իրենց վարչապետին եւ կառավարության անդամներին։ Եվ ոչ թե այն արգելքով, որ կուսակցությունը կարող է կոալիցիա ստեղծել երկու այլ ուժերի հետ։ Ոչ, դա էլ չեն զիջում։ Հետեւաբար ի՞նչն են զիջում, այսինքն ինչ են զիջում։ Որտեղ է այդ բանը։ Փոքրամասնությունների արգելքը, հա, որ բանը պայմանական են դարձրել։ Գիտեք, տեսախցիկների տեղադրումը ես կարծում եմ այդ առաջարկին մենք ենք միացել։ Բայց խնդիրը հետեւյալում է։ Տեսախցիկների հարցը մեծ հաշվով լուծված էր այնքանով, որքանով որ բոլորին թույլատրված էր տեսանկարանել տեղամասում։ Բոլորին։ Եվ ասել, որ դա, հա, բայց մենք նկարում ենք, բայց այդ դրա նյութը ապացուցողական նշանակություն չուներ, ով ասաց, որ չուներ ապացուցողական նշանակություն։ Ուներ։ Հիմա իշխանությունները եթե ընդունում են, որ կլինեն տեսախցիկներ եւ ամբողջ process-ը կնկարվի, շատ ավելի լավ ողջունում ենք։ Բայց ի սկզբանե մենք ասել ենք, որ պարլամենտական ընտրությունների ժամանակ շատ բարդ է կեղծիքներ կատարել տեղամասերում։ Հետևաբար կենտրոնացվածությունը տեղամասերում կատարվող կեղծիքների վրա մենք չենք ունեցել։ Մեզ համար դա առաջնահերթություն չի եղել, որովհետև մենք գիտենք, որ եթե մենք ունենանք վստահված անձ, ու մենք կունենանք, հետևաբար կեղծիքները այդտեղ հնարավորինս նվազելու են։ Մենք կենտրոնացել ենք տեղամասից դուրս եղած վարչական ռեսուրսի կիրառման, այն արգելքների, որոնք որ ընդհանրապես որևէ աղերս չունեն ժողովրդավարության, ժողովրդական process-ների հետ, այս խնդիրների վրա ենք կենտրոնացել, ինչը ես թվարկեցի հենց նոր։ Եվ այս խնդիրները չեն լուծվում, եւ չեն լուծվելու, նաեւ այդ բանակցությունների արդյունքում։ Հետեւաբար ինչ ենք բանակցում։ Ուզում ենք ցույց տալ ժողովրդին, որ բանը մենք գնացինք, ճնշեցինք իրենք։ Ընտրական օրենսգրքի ընդունման դեպքում էլ միևնույն իշխանություն։ Ոչ ցանկացած չէ։ Ընտրական օրենսգիրք, որտեղ որ հավասար հնարավորություններ է տրված։ Եթե դուք նայեք այս ընտրական օրենսգիրքը այն պրիզմայով, որ հանրապետական կուսակցությունը ունի այդ հնարավորությունները, կհասկանաք, որ ստեղծվելու է եւ ստեղծված է եւ ստեղծվում է ծայրահեղ անհավասար մրցակցային պայմաններ։ Սա է, թե չէ ցանկացած ընտրական օրենսգիրք չի արծը։ Եվ տեղական ինքնակառավարման մարմնի հետ կապված արտերեն բանացությունը երկրին ձևաչափային փոփոխության են ենթարկվում, դուք ինչ կարծիք ունեք, շատ հասարակական կառույցները հազանգում են, նշում են, որ եթե նախկինում օրինակ քաղաքացիական սեկտորը կամ առանձին յուրաքանչյուրը կարող էր մասնակցություն ունենալ, հիմա օրինակ միայն կուսակցություններում։ Այո, քաղաքականացվում է ամբողջությամբ, էլի հակասեկտորի ներկայացուցիչները կարող են մասնակցել 4 կուսակցությունների ցուցակներով, առանց անդամակցելու կուսակցությանը, բայց պատասխանատվությունը այդ ցուցակի համար կրում է կուսակցությունը։ Հասարակական կազմակերպությունը չի կարող քաղաքական պատասխանատվություն կրել։ Սա մի բան է, որը պետք է ֆիքսել, ու բոլորը պետք է սա շատ լավ հասկանան, գիտակցեն, որ հասարակական կազմակերպությունը ստեղծվում է ընդհանրապես այլ միսիայով, քաղաքական ուժը ստեղծվում է այլ միսիայով։ Եթե հասարակական կազմակերպության ներկայացուցիչը ցանկություն ունի ներգրավել որոշումների կայացման գործընթացներում, որպես որոշում կայացնող, նա այլևս հասարակական կազմակերպության ներկայացուցիչ չի ուրեմն, նա սկսում է զբաղվել քաղաքականությամբ։ Հենց սկսում է զբաղվել քաղաքականությամբ, ուրեմն պետք է որոշի ինչ որ քաղաքական խողովակի միջոցով դա անի։ ՀԿ-ով չի կարող դա անել, որտեղ օրենքի ուժով է դա արգելված։ Հա, եւ այս առումով մի կողմից ես կողմնակիցն եմ, որ բոլոր տեսակի քաղաքացիական նախաձեռնությունները մասնակցություն ունենան, բայց նրանց մասնակցության ձևաչափը
չի կարող լինել այնպեսին, որ քաղաքական պատասխանատվության հարցը այդտեղ արանքից դուրս գա, էլի, այսպես կոչված։ Պետք է ինչ-որ խողովակ ընտրել, ինչ-որ խողովակի շրջանակներում ներկայացնել։ Օրինակ, Լուսավոր Հայաստանը կոչ է անում բոլոր այն մեր քաղաքացիներին ՀԿ սեկտորում աշխատող, հա, որոնք ցանկություն ունեն որոշումների կայացման գործընթացներում դեր ու նշանակություն ունենալ, մասնակցել այդ որոշումների կայացմանը, մենք հնարավորություն ենք տալիս, եկեք մեր ցուցակով մասնակցեք։ Վանաձորում էլ, Գյումրիում էլ եկեք մասնակցեք։ Պլատֆորմ ենք ստեղծել, այդ պլատֆորմը տալիս ենք, ինչ նախնդիր է։ Այսքան բան, մնացածը ես չգիտեմ, այդ առաջարկությունը ներկայացված է, բայց որքանով որ գիտեմ, դա չի ընդունվել եւ չի ընդունվի։ Հենց նաեւ իմ նշած նկատառումներով։